Պարոն Հարությունյան, լրագրողի հարցին, թե արդյոք արձնցություններ տալիս է քահանաներին, Նիկոլ Փաշինյանը պատասխանել է. Ես գնում եմ այն պատարակներին, որտեղ Կտիկ Ներսիսյանի անունը չի հնչում։ Երբ ես մտադիր եմ մասնակցել պատարակի, մենք խնդրում ենք, որ հաշվի առնվի այս փաստը։ Մի դեպքում կարող է ծանոթ լինել, դա կարող է լինել ԱԱԾ աշխատող։ Մյուս դեպքում կարող է որևէ տեղ աշխատող չլինել։ Կարող է իմ օգնականը լինել։ Դա կախված է նրանից, թե ով ում է ճանաչում եւ ինչ անձնական կապեր ունի։ Այստեղ ԱԱԾ-ն եւ մյուս ինստիտուտները կապ ունեն այնքանով, որքանով որևէ մեկը որևէ մեկին ճանաչում է։ Որքանով է այս խնդրանքը կամ միջամտությունը իրավաչափ։ Ընդհանրապես պետությունը չպետք է խառնվի եկեղեցու գործերին, եկեղեցին էլ պետության գործերին։ Դրանք բոլորովին տարբեր ինստիտուտներ են եւ եկեղեցին անջատ է պետությունից եւ պետությունը պետական բարձրացիան պաշտոնյան կամ պաշտոնյաները որևէ լիազորություն չունեն եկեղեցու սպասավորներին թելադրելու թե ինչպես կարդան իրենց աղոթները, կարդան աղոթ թե չկարդան, կամ ինչպեսին լինեն եւ ինչպեսին չլինեն։ Դա օրենքի շրջանակներից սեփական լիազորությունների շարաշահում է եւ նման բան չպետք է լիներ ընդհանրապես։ Նման խոսակցություն, նման հարց չպետք է ծագեր, բայց մենք ապրում ենք մի այնպիսի աղշատված իրականությունում, որտեղ այդ կարգի հարցեր են ծագում։ Փաշինյանը նաև նշել է. Ինձ պետք չէ կաթողիկոս, որ ենթարկվի ինձ։ Ինձ պետք է կաթողիկոս, որ չենթարկվի օտարերկրյա հատուկ ծառայության ավագ լեյտենանտի եւ ամենօրյա ռեժիմով չզեկուցի օտարերկրյա հատուկ ծառայության լեյտենանտներին։ Ինչ իրավական հետևանքներ պետք է ունենա այս հայտարարությունը։ Եթե Հայաստանի Հանրապետության վարչապետին Հայաստանի Հանրապետության հատուկ ծառայությունները զեկուցել են, որ այս կամ այն եպիսկոպոսը կամ այս կամ կաթողիկոսը թեկուզ հենց կամ Հայաստանի Հանրապետության կամայական քաղաքացի կապ ունի որևէ դրսի օտարերկրյա հատուկ ծառայության հետ, որոնց զեկուցում է ինչ-ինչ տեղեկություններ, ապա պետք է հենց այդ հոդվածով հարուցվի քրեական գործ եւ այդ եպիսկոպոսը, այդ կաթողիկոսը, այդ քաղաքացին պետք է հետապնդվի օրենքի համապատասխան հոդվածով։ Եթե նման մեղադրանք ներկայացված չի, ուղղակի հնչեցվում են ինչ-որ խոսքեր, բայց մեղադրանքը չկա կամ այդ մեղադրանքի փոխարեն բոլորովին այլ պատմություններ են պատմում, դա արդեն տրամաբանական չի։ Ինչն է պատճառը, ինչից է վախանում Հայաստանի Հանրապետության իշխանությունը կամ վարչապետը, որ կոնկրետ Հայաստանի Հանրապետության կոնկրետ քաղաքացու նկատմամբ ունեն ինչ-որ տեղեկություններ, որ նա զեկուցում է օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցիչներին ինչ-ինչ տեղեկություններ եւ ինչու չեն հետապնդում, այս հարցը պետք է ծագի։ Վարչապետին պետք է հաջորդ հարցը սա լիներ։ Եվ ես հիմա դեր հարցին այս հարցով եմ պատասխանում, որը ուղղված պետք է լինի ոչ թե ձեզ, այլ վարչապետին իհարկե։ Ինչից է վախենում Հայաստանի իշխանությունը, որ հետամուտ չի լինում այդ կասկածների փարատմանը։ Սա կարող է հիմք դառնալ կաթողիկոսի հրաժարականին եւ հետագա գործընթացներին։ Գիտեմ, չեմ կարող ասել, ես չեմ պատկերացնում, այնքան տրամաբանությունից դուրս է այս զարգացումը, որ որևէ կանխատեսում անելը անշնորհակալ գործ կլիներ այս դեպքում, ուղղակի ակնհայտ է, որ Փաշինյանը կանգ չի առնելու։ Դա արդեն ակնհայտ է, թե ինչ զարգացումներ կլինեն, ինչ հանգուցալուծումներ կլինեն, ասել չեմ կարող։ Արշակ Սրբազանի գործին ինչ գնահատական կտաք։ Ես չգիտեմ, այդ գործը կա այնտեղ քրեական գործ թե չկա։ Մեղադրանքը զարմանալի է, որ 7 տարի առաջ իբր Արշակ Սրբազանը կամ ինքը կամ նրա ցուցումով ինչ-որ մեկի պայուսակում դրել են նարկոտիկ, ես չգիտեմ նման բան եղել է թե չի եղել եւ եթե եղել է, ապա ինչու 7 տարի այսքան 7 տարի շարունակ լռում էին ու հանկարծ այսօր սկսեցին այդ գործը հարուցել եւ ինչպես են նրանք կարողանալու այդ գործը հիմնավորել, ասել չեմ կարող, չգիտեմ։ Շատ տարօրինակ մեղադրանք է, բայց հիմա տարել են արդեն կալանավորել են այդ մեղադրանքով։ Տեսնենք, ասել չեմ կարող նույնպես։